Ողջույն սիրելի բարեկամներ, ողջույն սիրելի հայրենակիցներ։ Սկզբի համար խնդրեմ չեք մոռանում ձեր լայքերը, գնացվեք իմ ալիքին, որը որ շատ կարևոր է ինձ համար։ Հիշեք, որ դուք ձեր ակտիվությամբ գնահատում եք իմ աշխատանքը։ Մեկ հարց եմ ուզում ձեզ տալ, ժողովուրդ ջան, դուք ինչպես կվերաբերվեք այն տղամարդուն, ով իր տունը չի կարողանում պահել կամ իր տուն փող չի բերում եւ հույսը կինն է, իր կինը։ Այսինքն կնոջ հույսով է ապրում։ Գումար կինն է տուն բերում։ Ինքը ոչ մի բան, ոչ մի գումար տուն չի բերում։ Դուք ինչպես կվերաբերվեք այդ տղամարդուն, որպես հայ տղամարդ։ Մի հատ այդ հարցին պատասխանեք եւ միանգամից անցնեմ ես երկրորդ հարցին, ինչպես կվերաբերվեք այդ նույն տղամարդուն, եթե այդ տղամարդը իր տուն փող չի տանում, բայց ցանկություն ունի օրինակի համար դառնալ երկրի վարչապետ կամ ինչ-որ մի պաշտոն, քաղաքական բարձր պաշտոն, երկրում ինչ-որ փոփոխություններ կատարի, դուք դա նորմալ համարում եք, թե չէ։ Մատ այդ հարցին դուք պատասխանեք, ինչ միջև դուք այդ հարցին կպատասխանեք, կամ ես, եթե արդեն ձեր հարցին պատասխանեցիք դուք ձեր մեջ, մի հատ նայեք սա, ժողովուրդ ջան, նայեք, դուք լսեք ինքներդ։ Ես եւ հատկապես պատերազմից հետո ես կնոջս ասացի, որ այլևս չեմ կարողանա որևէ այլ բան անել եւ չեմ էլ աշխատում, հիմա չեմ փորձում փող աշխատել, պես որ իմ գլխավոր հովանավորը կինս Լսակ չէ ժողովուրդ ջան, իմ գլխավոր հովանավորը կինս է, այսինքն սա ինչ եղավ, սա դուրս եկավ այն ինչը որ ես ժամանակին ասում եմ, ժամանակին որն է մի երկու վիդեո առաջ ասում էի, որ Հայաստանի քաղաքական դաշտում կան լիքը քաղաքական գործիչներ, ովքեր որ ընդհանրապես չեն աշխատում, բայց արի ու միտես ոչ մի բանի կարիք չունեն, միշտ չգիտես ոնց ապրում են, չգիտես ոնց ինչ որ ստեղծում են կուսակցություններ, քաղաքական դաշտում եղանակ են ուզում փորձել, հայտնվում են այս կամ այն հեռուստաընկերությունների ուշադրության կենտրոնում ու երբեք չես հասկանում, թե այս մարդիկ ոնց են ապրում։ Հետո երբ որ տեղը գալիս է, երբ որ անկյուն են ընկնում, չեն կարողանում ոնց որ ասում է Պլստան եւ ճիշտ պատասխանը տան, թե դու ոնց ես ապրում, շատ པարզ, կինս է ինձ պահում։ Սա ընդունելի տարբերակ է ձեզ համար։ Բայց մարդը ցանկություն ունի լինել, գցենք երկրի վարչապետ, քանի որ դու կուսակցություն այդ մարդը ստեղծե, Եվրոպա մեկ կուսակցությունը, ճակերտների մեջ իրանք Եվրոպայի հետ կապ չունեն ժողովուրդ ջան, ճակերտների մեջ ասած Եվրոպա մեկ, բայց այսինքն ինքը ուզում է, չէ, իշխանություն գալ, որ իր գաղափարները իրագործի, բայց ոնց պետք է, գցենք, ոնց եք պատկերացնում մարդ, որ իրան իր կինն է պահում։ Էդի մեկ, երկրորդը ասում է պատերազմից հետո, այսինքն պատերազմից հետո այնքան է իր վրա ազդել այդ ամեն ինչը, որ ինքը չի որոշել է, որ չաշխատի, այգանիկը պետք է աշխատի, ինքն էլ քաղաքականությամբ զբաղվի։ Ուրեմն սենց պատերազմից անցել է 5 տարի, ես նախ կարամ ասեմ, որ այս մարդը 10 տարի է, որ ոչի բան չի անում, բայց բացի դրանից, եթե դուք Արցախի համար այդքան ցավում էիք, ես իհարկե բերել եմ, չէ, այդ ամեն ինչը ցավում էիք, այս թեմայով ես խոսացի, իհարկե անցյալ վիդեոյին, բայց էլի պետք է խոսամ, որ լավ տեղ հասնի, էլի ժողովուրդ ջան, որտեվ ես միջև հիմի ապշած եմ, թե ինչպես այս մարդիկ մեր պատիվը ոտնատակ արեցին։ Խոսքը մի գնում է նայեք Արցախի մասին, Արցախի համար այդքան սրտացավ էիք, Արցախի համար տենց խորը ստրես էիք տարել, որ ձեր կնոջ ասում եք, էլ չեմ կարող ես աշխատել, գնում եմ քաղաքականությամբ զբաղվել, այս ձեր պաստառների մեջ, որ Լավրովին դիմավորում եք, մի հատ Արցախի նկար չեմ տեսնում, Z տենում եմ, այ ուկրաինական տարեր տենում եմ, տեսնում եմ, ձեր գցած նկարներն են, մի հատ Արցախի տար, մի հատ, այս ինչա, ստել ընդհանրապես չեմ տեսնում Արցախ, չկա, ոչ մի Արցախ, չգիտեմ ընդ Պուտին կիլեր, բան, զետեր, sense լիքը տեսնում եմ, բայց ոչ մի խոսքով ժողովուրդ ջան, Արցախի մասին մի խոսք չկա։ Այսինքն, եթե դուք ուզում եք բողոքեք, պետք է ռուսից բողոքեք այն բաների համար, որը որ մեր գլխին է բերել, չէ՞, այդ դավաճանությունների համար, որը որ բերել է, բայց չէ, իրանք բուչա, ուկրաինական տեսնում եք զեթերով ուկրաինական խնդիրներն են Հայաստանում առաջ բերել, եթե ուշադրին եք, այս կինն էլ, ասեք մի հատ ուրիշ նկար դնեմ, կարելի ասել Ուկրաինայի դրոշ է հագնվել։ Դեղին կոշիկներ, հա, կապուտ, վերևն էլ կապուտ, հա, սունկեն էլ դեղին, ահա։ Ուկրաինա, պարզ չի, զռում է, որ սա ավելի շատ ուկրաինական պատժերշկա է ժողովուրդ ջան, քան թե հայկական։ Ինչի՞ համար եմ սա ասում, որովհետև ես մեռա
Միջև իրանց այս ակցիան անելը ու իմ անցյալ վիդեոն մեռա խնդրելով, որ ուկրաինական խնդրումը չբերեք մեր երկիր։ Թշնամական պետության խնդրումը չբերեք իմ տուն։ Ես մեռա խնդրելով էդի, բայց ոնց որ մեզ մարդիկ արեցին, մեր պատիվը գցին էլի գետնին։ Քանի որ ժողովուրդ ջան, մեկ էլ մի բան, չնայած անցյալ վիդեոյի մեջ ես ասացի, թե Ուկրաինան ինչքան ու ինչքան թշնամական գործողություններ է կատարել մեր երկրի համար, հա, Արցախի համար մանավանդ առաջին պատերազմի ժամանակ, երբ որ չկար ոչ մի Կրիմի հարց, ես էլ ասում եմ, հեսա որտեղ մեկը գա ասի, այ Կրիմի ժամանակ Կրիմից դե խնդիր չի եղել։ Բացի դրանից, լավ, անցնենք առաջ, մենք մեր նորմալ մարդկանց հետ զրուցենք, բացի դրանից ժողովուրդ ջան, Ուկրաինան այն երկիրն է, որ միջև մի իսկի հայոց ցեղասպանությունը օֆիցիալ, հա, ասենց չի ճանաչի, հա, չի ճանաչի, ախպեր, այդ երկիրը օֆիցիալ հայոց ցեղասպանությունը չի ճանաչի։ 1.500.000 հայի կոտորածը այս մարդիկ չեն ճանաչի, բայց դուք Բուչայի ցեղասպանություն եք ուզում ճանաչեք։ Դուք հասկանում եք ինչքան եք մեր պատիվը գետին տալի։ Ես իհարկե ցավում եմ բոլոր զոհերի, անմեղ զոհերի մասին համար, որտեղ որպես մարդ իհարկե ես ցավում եմ։ Եվ որպես մարդ ես ուկրաինացի ժողովրդի դեմ ոչ մի բան չունեմ։ Անձամբ ես շատ լավ ընկերներ ունեմ, ոչ թե մոտիկներ, այլ ընկերներ, որոնք որ իմ կարծիքը շատ լավ գիտեն սրա մասին, իհարկե։ Շատ լավ ընկերներ ունեմ ուկրաինացի։ Մենք որ ասում եմ թշնամի, սա չի նշանակում, որ մենք ժողովրդի դեմ ենք թշնամի, որովհետև թշնամությունն էլ ունի կատեգորիա։ Օրինակ մեր ու թուրքերի մեջ թշնամություն ուրիշ է, դե արդեն մենք բոլորին ատում են, ասեն ժողովուրդներով, բանով, ով ինչ թուրքական է, մենք ատում ենք, իրանք էլ ով ինչ հայկական ատում են։ Բայց մեր կողմից մենք ուկրաինական ժողովրդի դեմ ոչ մի բան չունենք, իրենք թշնամական ժողովուրդ չեն։ Այ որպես պետականություն, որպես երկիր, անկախ երկիր, որպես իշխանամետ ուժեր եւ այլն, իրանք թշնամի են, իրանք միշտ արել են հակահայ քայլեր։ Այս դրա համար էլ ես ներվայնանում եմ, երբ որ տեսնում եմ, որ դուք մեր թշնամական երկրի խնդիրները բերում մտցնում եք մեր երկիր։ Հասկանում եք։ Մանավանդ Խզմալյանը տարիքով մեծ մարդ դու չգիտես, որ առաջի պատերազմի ժամանակ Ուկրաինան թե օթաչուներ ա ուղարկե, թե սնայպերներ ա ուղարկե, թե զենք զինամթերք ա ուղարկե, թե հատուկ ռազմական մարդիկ ա ուղարկե, որոնք որ պետք է օգնեին Ադրբեջանին։ Սրանց մասին դուք չգիտեիք, նոր եք իմանում։ Հարցը ինչի որ դուք նոր, դուք շատ լավ գիտեք, պրոստը հիմի նորից ես գամ այն թեմային, որ դուք ասում եք ինձի իմ կինն ա պահում, բա որ ձեր կինն ա պահում, դուք կուսակցություն ոնց եք ստեղծել, ում փողերով եք ստեղծել, չեք տենում, որ չի համապատասխանում իրար, չեք տեսնում, որ ձեր կնոջ գումարը հերիք չի անի կուսակցություն ստեղծելու, ու ոչ միայն կուսակցություն, մի հատ էլ պանեվրոպա կա, էդ էլա չէ ձեր ձեռի գործը, բա ոնց ա տենց հլնում, ոնց, մատ բացատրեք։ Թե կողից ինչ-որ միտեից ուրիշ փողեր ա գալի։ Բա որ ասում եք պատերազմից հետո, բան չի Արցախի մի հատիկ պլակատ Արցախի չկար դրած, որ դուք խուրդեցիք Արցախը, մի հատ sense ինչ-որ ավելի կոնկրետ ներկայացնեիք մեր խնդրումը։ Դուք վաճառեցիք Արցախը, դուք մեզի, չգիտեմ, հետևից դանակով խփեցիք, դուք ծախեցիք, դավաճանեցիք, դարձաք թշնամական երկիր։ Ինչի՞ մի հատ դες բան չկա, բայց ուկրաինական բաները, զեթերը սենց վրան դրած էր։ Դա է մեր կռիվը։ Ուրեմն բանը ըստ այն որ ասում է իմ թշնամին իմ ընկերն, ըստ դա չի աշխատում, որտեվ այս պահին, այս դեպքում մեր թշնամին մեր թշնամին էլ է ցավոք սրտի, մենք այդտեղ էլ բախտ չունենք։ Երբ աշխատում այս իրադրությունը, երբ որ քո թշնամին քո ընկերն է, այդ ին վախտակա աշխատում, երբ որ քո թշնամին քո թշնամին չի։ Իսկ մանավանդ Ուկրաինայի բոլոր արած դիվանագիտական քայլերը ցույց են տալի, որ Ուկրաինան որպես պետականություն մեր թշնամին է եւ իր խնդիրները մեր երկիր բերելը նույնպես դառնում է մեր ազգի թշնամին։ Դուք դառնում եք իմ թշնամին։ Հասկանում եք։ Եվ դուք հիմա պետք է պարտավորված, որպես արդեն քաղաքական դեմք, որպես կուսակցության նախագահ, դուք պետք է պարտավորված լինեք հիմա մեզի, մեր ժողովրդին ներկայացնել ձեր ֆինանսական
եկամուտները որտեղից։ Դուք պարտավոր եք, դուք պետք է ներկայացնեք։ Հակառակ դեպքում դուք լինելու եք միշտ իմ թիրախում։ Միշտ այսուհետ այս դեպքից հետո դուք լինելու եք միշտ իմ թիրախում։ Միշտ փրկում չկա։ Սրան մի փրկում կա, երբ որ դուք ներողություն խնդրեք հայ ժողովրդից այս ձեր քայլի համար, որ այսպես ցածրացրիք մեր ժողովրդին, իր թշնամու խնդիրները մցնելով մեր երկիր, եւ իհարկե սրան էլ գումարած ներկայացնեք ձեր ֆինանսական հնարավորությունները ձեր կուսակցության ներսում, թե որտեղից են այդ հոսքերը, հա, ավելի ճիշտ բառը, ահա, ձեր ֆինանսական հոսքերը, թե որտուց են այդ փողերը գալի, եթե դուք չեք աշխատում, ձեզի ձեր կինն է պահում, դուք եք ասում։ Կկարողանաք։ Շատ լավ, չեք կարողանա, միշտ լինելու եք իմ ուշադրության կենտրոնում։ Ուրեմն մենք այդքան ասենք, սրանց չբերեք մցնեք, դուք բերեք էլի մցնեք։ Իսկ եթե դուք ընդհանրապես խելացի լինեիք, ու իհարկե իշխանությունն էլ հետը, որ խելացի լիներ իշխանությունը, այս առիթից շատ լավ կօգտվեր, որ երկու թշնամի պետություն հիմի պատերազմում են եւ Հայաստանի համար մեծ օգուտներ կքաղեին։ Ոչ թե բերեին ձեր նման այն մի թշնամու խնդրը մեր երկիր։ Գոնե սրանք մտածեն, ասեն ոնց բանա օգուտ քաղենք այս իրադրությունից, երբ որ երկու թշնամական վաղ կարողա Թուրքիան ու Ադրբեջանը իրար խփեն, դուք բան անեք, հա։ Թուրքիան մտնի Ադրբեջան, դուք Ադրբեջանի խնդրը բերեք Երևան։ Ձեզից հնարավոր է, ես հավատում եմ արդեն ձեզանից։ Նույն բանն է, արա, նույնը։ Հավատացեք։ Արդյոք հավատալու բան չկա։ Հասկացեք, որտեղ սրա համար խելք է պետք որ հասկանալ։ Ինտելեկտ է պետք։ Հիմա հաջորդը ում վրա ես նույնպես լավ կասկածում եմ ու շատ մեծ կասկածներ ունեմ, որը իր հարցազրույցներից մեկի վրա նշեց, որ գիտեք ինչ կա։ Ես միշտ ասել եմ, բայց անունը չեմ տվել, այսօր անունը տալու եմ։ Գիտեք ինչ կա։ Ես կուսակցություն ստեղծել եմ, քանի որ ժողովուրդը եկել են իմ սայթ եւ այդ սայթով գումարային աջակցությունն են տվել։ Խոսքը Գուրգեն Սիմոնյանի մասին է։ Գուրգեն Սիմոնյան, մենք իրար հետ հերրակա զրուցել ենք, sense կարելի ասել միջնորդի միջոցով, թե խի է ձև դուս եկավ, դու էլ դրա պատասխանը լավ կիմանաս։ Բայց դու պարտավոր ես մեզի ներկայացնես, թե դու այդ կուսակցությունը ոնց է ստեղծի, ու ինչ գումարային աջակցությամբ եւ ում գումարային աջակցության է ստեղծել։ Սա քո գումարն է, թե քո գումար չի։ Դու աշխատում ես, որտեղ ես աշխատում, խնդրեմ նույնպես ներկայացնել աշխատանքային թուղթ աշխատավարձով, քանի որ դու էլ ասենց քաղաքականության մեջ ես ու դու ուզում ես դառնալ մեր աշխատողը, դու մեր արչև պատասխանատու ես եւ պետք է դու մեզի պատասխան տաս, թե որտեղից այդ գումարները, քանի որ մեր սենց կիսատ պրած զրույցը քո պատասխանները շատ տարօրինակ էին ինձ համար։ Ես չեմ ուզում շատ մանրանամ այդ խոսակցության մեջ, բայց ես կսպասեմ քո պատասխանին, արդյոք ինձ հատուկ քեզնից պատասխան պետք չի։ Ինձ պետք է որ դու դնես քո ֆինանսական, քո կուսակցության ֆինանսավորումը ցույց տաս, որ թե տենանք դուրտուց, ինչ, խի, ոնց եղավ, այդ ում փողերով եղավ, թե չէ հերիքա կլոնադա խաղակ մեր երկրի գլխին։ Ով ուրտուց ասես ֆինանսավորվում է, գալի ժողովրդի մեջ ալիքներ է բանանում, խառնում, բարի դեմք է ստեղծում, հետո էլ 10-ով չկի դերա կատարում։ Այս երկու կուսակցությունը լինելու են ուղիղ իմ թիրախի մեջ։ Ու մնացած բոլորն էլ, բայց հենց այս բանին այս երկու կուսակցությունը։ Մեկը էս Խզմալյանի իրանց հակահայ գործողություններով անգործ չի աշխատում մարդը, Արցախի համար շատ է ցավում, բայց Լավրովը գալիս է մատ Արցախի պլակատ չի բարձրացնում։ Մույսը Գուրգեն Սիմոնյան, որը որ շատ տարօրինակ վարք ունի եւ շատ տարօրինակ պատասխաններ է տվել ինձ, չերես միջնորդ, չերես չի լամանչում, ուղղել չշփվավ վախից, չերես միջնորդ շփվեց։ Okay, շատ լավ։ Դե ձեր լեզվով։ Այսօր այսքանը կսպասեմ իհարկե, կտեսնեմ ինչ որ արձագանք կլինի, չի լինի շատ լավ, ավելի ուժեղ, ավելի խոշորացույցով ես կհետևեմ Գուրգեն Սիմոնյանի կասկածելի գործողություններին։ Այսօր այսքանը, ստեսություն, հաջողություն։